Բարև ձեզ, հարգելի հայրենակիցներ, այսօրվա մեր զրույցը նվիրում ենք Հայաստանի պատմության ամենադաժան, ամենասև էջերին դավաճանություններ, թե մեր պատմության բազմահազարամյա պատմության ընթացքում դավաճանության ինչ դեպքեր ունենք եւ այդ դավաճանությունները ինչ անդրադարձ են գտել Հայաստանի պատմության մեջ եւ ինչ ճակատագիր են ունեցել դավաճանները, այսինքն արդյոք մենք դաս ենք քաղել մեր պատմությունից եւ այդ դավաճանություններից։ Բայց նախ եկեք փորձենք հասկանանք ինչ է դավաճանությունը, ինչ է նշանակում դավաճանություն, որովհետեւ այս բառը շատ ավելի բարոյական հարթակում է, քան իրավական, եւ դրա նկատմամբ մեր վերաբերմունքն էլ զանազան է։ Նախ խոսենք 451 թվականի իրադարձություններից, ահա արդեն տասնամյակներ շարունակ, սկսած Դերենիկ Դեմիրճյանի հայտնի պատմավեպից եւ մինչեւ այդ էլ եկեղեցիական կողմնակալ, խիստ կողմնակալ պատմագիտության տրված ինֆորմացիայով մենք դավաճան ենք համարել մի ազգային պետական գործի վասակցությունում։ Մանրամասն չենք անդրադառնա Վասակի կամ Վարդանի կերպարներին, մեր նախորդ զրույցներում խոսել ենք այդ մասին, մենք այսօր կթերթենք Հայաստանի պատմության մյուս էջերը։ Առաջին նմանօրինակ դեպքը, երբ մենք ունենք հայրենադավության, խոսքը վերաբերվում է 4-րդ դարին։ 387 թվականին Հայաստանը բաժանվեց Սասանյան Պարսկաստանի եւ Հռոմի միջև։ Եվ երկրի զգալի մաս 80% տարածքը անցավ պարսիկներին, իսկ մնացած արևմտյան հատվածը հռոմեական կայսրությանը։ Եվ այնտեղ թագավորեց Պապ թագավորի որդին, Արշակ III-ը։ Հիմա այստեղ մենք մի խնդիր ունենք, դարձյալ հայ պատմագիտության ազնվության անաչառության խնդիրը։ Բացում ենք ակադեմիական դասագրքերը եւ կարդում ենք, որ Արշակ III-ի մահից հետո հռոմեացիներն այլևս թույլ չտվեցին, որ հայերը նոր թագավորացեն եւ արևմտյան Հայաստանը կծեցին հռոմեական կայսրությանը։ Սակայն դա ամենևին էլ այդպես չէ։ Այս դեպքերի մասին մանրամասն շարադրում է հռոմեացի պատմիչ Պրոկոպիոս Կեսարացին։ Բանն այն է, որ դեռ մինչև իր մահը Արշակ III-ը ոչ միայն հրաժարվել էր հայոց գահից, այլ ուղղակի վաճառել էր իր պետությունը, փողով վաճառել էր հռոմեացիներին։ Արշակը Հռոմի կայսրի հետ պայմանագիր է կնքում, որ հռոմեացիները երաշխավորում են իր եւ իր տոհմի ապահարկությունը, այսինքն իրենք հարկ չեն վճարում կայսրությանը, ազատ ապրում են իրենց կալվածքներում, փոխարենը նա թագը, պետությունը, պետականությունը տալիս է Հռոմին։ Ահա հայրենավաճառության դասական օրինակ, առաջին դեպքը, որ մեր պատմության մեջ արձանագրված է 4-րդ դարում։ Եվ հիմա դարձյալ վերադառնալով նախկին խոսքից, որ խիստ սուբյեկտիվ է դավաճան լինել, չլինել կամ դավաճանի նկատմամբ մեր գնահատականը, պակաս դավաճանություն չէ, կարծում եմ, մեր պատմագիտության այդ ստեղծած կեղծիքը, իբր թե Արշակի մահից հետո հռոմեացիները թույլ չտվեցին, որպեսզի հայերը նոր թագավորացեն եւ ունենան պետականություն, թեկուզ Հռոմի գերիշխանության ներքո։ Ինչու՞, որովհետեւ այս դեպքում մենք մեր սերունդներին զրկել ենք այդ դավաճանության մասին մտածել եւ դրանից հետեւություն անելու հնարավորությունից։ Բայց եւ այնպես սա ցավոք սրտի եզակի դեպք չէր։ Սա եզակի դեպք չէր Հայաստանի պատմության մեջ, եւ երկրի տերերը, երկրի տիրակալները ուղղակիորեն փողով վաճառում են հայրենիքը, հող հայրենի եւ պետականությունը։ Մինչև այդ էլ մենք մի շատ ցավալի դեպք ենք ունեցել, դրանից մի քանի տարի առաջ։ Գիտեք, որ 374 թվականին Պապ թագավորը սպանվեց դավադրության արդյունքում։ Դավադրության կազմակերպիչներն էին Ուշեղ Մամիկոնյանը, հոգևորականությունը, իսկ դավադրության իրականացնողը հռոմեացիներն էին։ Բայց դա ինչ հետևեց դրան, դարձյալ դուրս է մղվել մեր պատմությունից, մեր դասագրքերից։ Պապի սպանությունից անմիջապես հետո հայ ազնվականությունը եւ հոգևորականությունը հավաքվում է ժողովի
եւ որոշում ընդունում։ Մոտավորապես այսպիսի մի որոշում։ Պետք չէ վրեժ լուծել Պապ թագավորի սպանության համար, քանզի վայել չէ, որ հայ քրիստոնյան հեղի դավանակից քրիստոնյա հռոմեացու արյունը ինչ է թե նա սպանել է մի հեթանոս հայ թագավորի։ Կոնկրետ այստեղ մենք գործ չունենք պետությունը դավաճանելու, վաճառելու հետ, բայց արդյոք սա դավաճանություն չէ։ Ինքներդ մտածեք։ Սա էլ իմ կարծիքով դավաճանություն է արժեհամակարգի, պատվի եւ արժանապատվությանը։ Բայց անցնենք առաջ, թերթենք Հայաստանի պատմությունը, տեսնենք էլ ինչ նմանօրինակ դեպքեր ունենք։ 8-րդ դար, ներողություն եմ խնդրում, 9-րդ դարում 852 թվականին հայրը մեծ ապստամբություն էին բարձրացրել արաբական խալիֆայության դեմ եւ Հայաստան է արշավում 200,000-ից բանակով արաբ զորավար բուղան, ազգությամբ թուրք, արաբ զորավար բուղան։ Մինչ այդ ապստամբության նախորդ 2 տարիներին, որը սկսել էր 850 թվականին, հայերը ջարդել էին արաբական զորքերը, կայազորերը եւ Հայաստանը փաստորեն ձեռք էր բերել անկախություն։ Բայց ինչ կատարվեց հետո, երբ բուղան արշավում է Հայաստան, անմիջապես հայության մեջ այդ միասնականությունը պառակտվում է եւ հայության հավաքական շահերին դավաճանում է ոչ ավել, ոչ պակաս հայոց զորքերի սպարապետը, հայոց իշխան Սմբատ Բագրատունին։ Եվ նա միանում է իր զորագնդով բուղային եւ արշավում հայ ապստամբների դեմ, գրավում հայ բերդերը, սպանում հայերին։ Նենգությամբ, նենգադավությամբ գերի եւ պատանդ է վերցնում ապստամբ իշխանների կանանց երեխաներին, որպիսի փորձի ստիպել նրանք ցած դնեն զենքերը եւ հպատակվեն արաբներին։ Ի վերջո բուղան արյան մեջ խեղդեց հայերի ապստամբությունը, տասնյակ հազարավոր հայերի արյան գնով։ Եվ երբ 855 թվականին բուղան վերադարձավ Արաբիա, իր հետ տանելով նաեւ դավաճանին, Սմբատ Բագրատունուն, արաբ խալիֆը նրան շատ մեծ պարգևներ խոստացավ, բայց մի պայմանով, որ նա ուրանա նաև քրիստոնեությունը եւ իսլամ ընդունի։ Եվ հայրենիքը դավաճանած իշխանը չցանկացավ ուրանալ իր կրոնը եւ նահատակվեց, բուղայի հրամանով գլխատվեց։ Եվ գիտեք ինչ եղավ հետո։ Հայաստանյա առաքելական եկեղեցին Սմբատ դավաճանին իր նվիրալների դասին կարգեց, որպես Սմբատ խոստովանող։ Ահա, եւս մեկ դաժան դաս մեր պատմությունից։ Ինչպես ենք մենք վերաբերվում դավաճանին եւ ինչ գնահատական է տալիս պատմությունը, պատմագիտությունը եւ ժողովուրդը իր դավաճաններին։ Գիտեք, այսօրվա մեր իրականությունը ինքնանպատակ չի այդպես եւ ձևավորվել է հարյուրամյակների, հազարամյակների ընթացքում մեր վերաբերմունքը պատմությանը, սեփական պատմության գործիչներին։ Եվ հենց այդ պատճառով մենք եզակի էթնոս ենք, որ դաշ չենք քաղում մեր սեփական պատմությունից։ Մեր պատմությանը վերաբերվում ենք որպես հեքիաթ։ Իսկ հեքիաթում միշտ չի, որ վերջում կարմիր խնձորներ են ընկնում։ Եվ արդյունքում մենք դարձյալ հայտնվում ենք նույն փոսում, որտեղ որ եղել ենք, դաշ չառնելով նախորդ իրականություններից։ Շարունակենք մեր պատմությունը։ Բագրատունյաց թագավորություն։ Աշոտ առաջինը ստեղծեց ընդարձակ մի զորեղպետություն, որը ընդգրկում էր ոչ միայն պատմական մեծ հայքը, այլ նաև ամբողջ Անդրկովկասը, Վիրքը եւ Աղվանքը։ Եվ նա իր այդ ընդարձակ զորեղպետությունը գտակեց իր որդուն Սմբատ առաջինին, որը գահակալել է 890-ից մինչև 914 թվականները։ Իսկ ինչ արեց Սմբատը 899 թվականին։ Առանց պատերազմի, առանց որևիցե պայքարի, նա ընդամենը իր ազգականներից Ատռնարսեղ Բագրատունուն նշանակեց վրաց թագավոր եւ Հայաստանի հայոց պետության հյուսային նահանգները անջատելով Հայաստանին նվիրեց նրան։ Գնա քո համար թագավորի։ Կրկնում եմ, դա ապստամբության եւ պայքարի արդյունք չէր, վրացիները որևէ նման շարժում չէին սկսել։ Հիմա սա դավաճանություն է, թե դավաճանություն չէ։
գնահատական տվեք ինքներդ։ Ես չեմ խոսի այն մասին, որ շատ հայ իշխաններ, հայ թագավորներ ապստամբում էին կենտրոնական պետության դեմ Բագրատունյաց շրջանում, որպեսզի իրենք թագավորեն, որովհետև այդ շարժումներ ունեին թե արժեհամակարգային, թե գաղափարական, թե սոցիալական պատճառներ, ոմանք արդար էին իրենց պայքարում, ոմանք անարդար էին, բայց խոսենք բուն դավաճանությունների մասին դարձյալ 1021 թվական։ Հայաստանի հարավում ձևավորվել էր վասպուրականի թագավորությունը, որանի թագավորությունից հետո իր տարածքով, զինված ուժերով, իր սոցիալական կարողությամբ, իր տնտեսական զորողությամբ երկրորդն էր։ Բավականին ընդարձակ ու զորեղ մի պետություն, որի հետ հաշվի էին նստում նաև օտարները, բյուզանդական կայսրությունը, արաբները, եւ 1021 թվականին վասպուրականի թագավոր Սենեքերի մարզրունին առանց որևիցե պայքարի, առանց որևիցե կռվի, ուղղակի փողով իր պետությունը ծախեց բյուզանդական կայսրությանը։ Ծախեց եւ տեղափոխվեց Բյուզանդիա, ապրելով այնտեղ, ստանալով փոքր հայքում Սեբաստիայի շրջանում ինչ որ կալվածքներ։ Իդեպ Բյուզանդիային հանձնել է 8 քաղաք, բազում հազարավոր գյուղեր եւ ուշադիր եղեք 400 բերդ 400 բերդ ունեցող տիրակալը առանց կռվի իր պետությունը փողով ծախել է թշնամուն։ Դավաճանություն է սա, թե չէ։ Դրան հետևեց նույն թվականին 1021 թվականին եւս մեկ ցավալի իրադարձություն։ Արևելքի արշավում բյուզանդական կայսր Վասիլը եւ նրա հետ բանակցելու է ուղարկում, բանակցությունների է ուղարկում հայոց շահնշահ արքայից արքա Հովհաննես Սմբատ III-ը, ամենայն հայոց կաթողիկոս Պետրոս Գետադարձին։ Ինչն է այստեղ հետաքրքիր։ Բագրատունյաց 10 թագավորներից երևի իրական արքաներ են երկուսը, Աշոտ առաջինը եւ Աշոտ երկաթը։ Մյուսները շատ ավելի լավ բիզնեսմեններ էին, մեր ժամանակների տերմինով ասելով, բայց ոչ երբեք լավ զորավարներ, ոչ երբեք լավ վարչարարներ։ Աբասի, Աշոտ III-ի, մյուս բոլոր գահակալների օրոք, չգիտեմ ինչու, արտաքին հարաբերությունների կարգավորումը վստահվում էր եկեղեցիականներին, հոգևորականներին։ Անգամ երբ 10-րդ դարում Աշոտ III-ի գահակալման շրջանում Հայաստանի հանդեպ ռազմական լուրջ սպառնալիք կար, Բյուզանդիայի զորեղ հայազգի կայսր Հովհաննես Չմշկիկը զորքով մտավ Տարոն, Աշոտ III-ը նրա հետ բանակցելու ուղարկեց Լևոն Իմաստասերին, Ստաս Թորնիկյան իշխանին եւ մի քանի եպիսկոպոսներին։ Այսինքն ես չգիտեմ ինչպես է ստացվում, որ միջնադարյան հայոց պետության մեջ ունենք պետություն, ունենք բանակ, ունենք ինչ-որ կառույցներ, պետական ինստիտուցիոնալ այդ կառույցներ, որոնք իրականացնում են երկրի ղեկավարում, բայց արտաքին հարաբերությունները պարտադիր պիտի վստահվեր եկեղեցուն, եկեղեցիականներին նրա տիրոջը։ Եվ Հովհաննես Սմբատը, երբ ուղարկում է կաթողիկոս Պետրոս Գետադարձին բանակցելու, կաթողիկոսը գերազանցելով իր լիազորությունները, կտակ է գրում հայոց թագավորի անունից Բյուզանդիայի կայսրին, որի համաձայն հայոց երկրի, հայոց արքայի մահից հետո կտակվում էր Բյուզանդիային։ Անգամ հայ եկեղեցիական պատմագիտությունը ներկայացնում է այդ փաստը որպես դավաճանություն եւ ասում է, որ Պետրոս Գետադարձը շատ արծաթասեր էր։ Այսինքն նա փողով վաճառեց պետությունը։ Մենք դարձյալ դաշ չառանք դրանից։ Պետրոս Գետադարձը, ասեմ, հայոց կաթողիկոսների ցանկում է մինչ օրս, նվիրյալների դասին է պատկանում։ Եղել են կաթողիկոսներ, որ փաստացի աթոռակալել են, բայց զանցակ գործելով նույն եկեղեցու դեմ, եկեղեցին հետագայում նրանց անունը հանել է կաթողիկոսների ցանկից, բայց ոչ Պետրոսինը։ Կարելի է լավ հոգևորական լինել, բայց դավաճանել հայրենիքին եւ դրա համար չպատժվել։ Իդեպ կաթողիկոս դրանից հետո չվերադարձավ հայրենիք։ Գնաց բյուզանդական կալվածքներում ապրեց երկար տարիներ
Հետո երբ հայոց արքան նրան ինչ որ մի խորամանկությամբ բերել տվեց, վերադարձրեց հայրենիք, անմիջապես բանտարկեց Բջնիում, այսինքն նրան անմիջապես հովանավոր կանեց հայոց իշխանած իշխան Գրիգոր Մագիստրոս Պահլավունին, երկու դավաճանների հովանավորներ, Պետրոս Գետադարձի եւ իր փեսայի Վես Սարգիսի, որոնք դեռ իրենց ծև գործը կանեն։ Եվ հայոց արքան Պետրոսի փոխարեն կաթողիկոս օծել տալիս Սանահինի վանատեր Դիոսկորոս Սանահնեցուն։ Եվ արքայի դեմ ընդդիմանում է ամբողջ եկեղեցին։ Դիոսկորոս կաթողիկոսը Եպանի մայրտաճարում պատարակ էր մատուցում, վեղարը նրա գլխից հանում են հոգևորականները, ճողում գցում եւ կաթողիկոսին էլ հրում մայր խորանից, ավագ խորանից ցած գցում։ Շատ չանցած Դիոսկորոս Սանահնեցին վշտից մահացավ։ Իսկ եկեղեցու այդ ապստամբության դեմ ոչինչ չկարողացավ անել հայոց արքան եւ ստիպված վերականգնեց Պետրոս Գետադարձին իր իրավունքների մեջ։ Անգամ նրա հաջորդ Գագիկ II-ը դրանից դաշ չառավ, երբ 1045 թվականին բյուզանդացիները խաբեությամբ Գագիկ արքային տանում են իրենց մոտ, կանչում են իբր բանակցելու, նա դաշ չառնելով կաթողիկոսի այդ դավաճանական վարքից, պետության կառավարումը վստահում է հենց կաթողիկոսին, չնայած կային ժամանակի շատ զորեղ իշխաններ, Ավասիկ Վահրամ Պահլավունին, որ իր նվիրվածությամբ, իր քաջությամբ հայտնի էր եւ մի քանի անգամ ջարդել էր բյուզանդական բանակներին անի պարիսպների տակ։ Եվ մինչև մեր արքան կհասնի Կոստանդնուպոլիս, կաթողիկոսը արդեն բացել էր մայրաքաղաքի դռների պարիսպները բյուզանդական զորքի առաջ։ Ինչու ենք մենք այդպես, որ դասեր չենք քաղում մեր պատմությունից։ Ահա այդ կաթողիկոսը, որ դավաճանել էր Գագիկի նախորդին, հորեղբորը Հովհաննես Սմբատին, Գագիկը անգամ դրանից դաշ չառնելով նրան դարձյալ վստահեց պետության կառավարումը։ Սա ամենը չէ, ընդամենը 10 տարի անց Կարսի Վանանդի թագավորության գահակալը Գագիկ Բագրատունին դարձյալ, առանց կռվի, փողով, իր երկիրը Կարսի թագավորությունը վաճառեց դարձյալ Բյուզանդիային եւ տեղափոխվեց արևմուտք բյուզանդական տիրակալության տակ Կիլիկիայի սահմանակից, ինչ որ կալվածքներ ձեռք բերեց։ Փողով թագավորը ծախեց իր պետությունը։ Սա էլ ամենը չէ։ 1118 թվական Լորվա թագավորություն, Տաշիր Ձորագետի թագավորություն, որը 1001 թվականից ճիշտ է կոչվում էր Աղվանից թագավորություն, բայց դա էական չէ, առանց կռվի, առանց պայքարի Դավիթ եւ Աբբաս եղբայրները, երկվորյակ եղբայրները, արքաները իրենց պետությունը տվեցին, հանձնեցին, ծախեցին վրացիներին։ Մի քիչ շատ չի ընդամենը 150 տարվա պատմության մեջ, որ թագավորները իրանց հողերը ծախում են թշնամուն։ Որևէ մեկը այլ ազգերի մոտ համաշխարհային պատմության մեջ նման շատ պախարակելի, նման շատ ամոթալի էջեր գիտեք, փորձեք գտնել չեք կարող։ Պատճառների մասին վերջում կխոսենք, բայց շարունակենք մեր պատումը։ Դավաճանություններ նման եղել են նաև Կիլիկիայի հայկական թագավորությունում, բայց եկեք չանդրադառնանք այսօր Կիլիկիային, անցնենք առաջ, արդեն 18-րդ դար Դավիթ Բեկը, գրեթե ոչնչից Դավիթ Բեկը ստեղծեց մի հզոր իշխանություն, որը հավակնում էր դառնալ գոնե համահայկական այն իմաստով, գոնե ընդգրկելով իր արևելյան Հայաստանը, եւ Դավիթ Բեկը ուներ դրա բոլոր հնարավորությունները։ Պարսկական բանակին հաղթելուց, թուրքերին հաղթելուց հետո Դավիթ Բեկը պարսիկ շահ Թամասպի հետ պայմանագիր էր կնքել, որով պարսիկները ճանաչում են հայոց իշխանապետությունը, անգամ Դավիթ Բեկի տրամադրության տակ էր գտնվում
Անդրկովկասում գտնվող պարսկական բոլոր բանակները թուրքերի դեմ կռվելու համար։ Փաստացի Դավիթ բեկը դարձել էր ոնց որ Անդրկովկասում պարսից փոխարքա։ Նա ուներ անգամ դրամ հատելու իրավունք։ Դավիթ բեկը մահացավ անհայտ հանգամանքներում։ Նրան փոխարինեց Մխիթար բեկը, որ Սերո Խանզադյանի թեթև ձեռքով դարձավ Մխիթար սպարապետ։ Իրականում նա սպարապետ չի եղել եւ չի կոչվել երբեք, Մխիթար բեկ։ Եվ Մխիթարի դեմով ապստամբեց Ավետիս քահանան, լինելով Հալիձորի բերդապետը։ Վստահ եմ շատերդ, եթե ոչ բոլորդ տեսել եք Դավիթ բեկ ֆիլմեն, Հուսո աստղ ֆիլմը այ ժամանակահատվածի մասին, Մխիթարի մասին, որտեղ ցույց է տրվում Ավետիս քահանայի դավաճանությունը։ Բայց դարձյալ ֆիլմի ռեժիսորը փորձել է այսպես լղոզել, փորձել է ինչ-որ արդարացում գտնել հայ քահանայի դավաճանության համար։ Նա անգամ ֆիլմում պատկերում է այն, որ վերջում խղճի խայթից դրդված փոշմանելով իր արածի համար Ավետիս քահանան պայթացնում է ամբողջ բերդը Հալիձորն էլ իրեն հետ։ Լկտի սուտ է։ Իրականություն շատ ավելի դաժան ու կեղտոտ է։ Այդ Ավետիս քահանան երկար ժամանակ փող առնելով թուրքերից Հալիձորի բերդապետն էր։ Ապա երբ թուրքերը պարտվեցին եւ ստիպված էին Արևելյան Հայաստանից հեռանալ, նա իր ընտանիքը վերցրեց իր հետ եւ տեղափոխվեց Երուսաղեմ։ Տեղափոխվեց Երուսաղեմ, դառնալով Սուրբ Հակոբաց վանքի վանատերը։ Հիմա ես ինքս ինձ հարց եմ տալիս. արդյոք Ավետիս քահանայի դավաճանությունը դա հայ եկեղեցու դավաճանությունը չէր։ Եթե նա չի դավաճանել կաթողիկոսի դրդումով, ինչու դավաճան քահանային վստահեցին Սուրբ Հակոբաց վանքը։ Ինչու նրան այսպես ասած պաշտոնը բարձրացրեցին, ոչ թե պատժեցին։ Արդյոք դրանով գոնե մենք չենք խրախուսում մյուս դավաճանությունները։ Իսկապես մենք եզակի էթնոս ենք, որ դավաճաններին չենք պատժում։ Երբ նույն Մխիթարին 1728 թվականին Խնձորեսկում, հին Խնձորեսկում սպանեցին եւ գլուխ կտրելով տարան թուրք խանին նվեր, թուրք խանը ավելի առաքինի պատվախնդիր արժանապատիվ դուրս եկավ, քան ցանկացած խնձորեսկցի։ Թուրք խանը գլխատեց Մխիթարին սպանողներին, ասելով, որ դուք ձեր հերոսին եք սպանել, դուք անարժեք եք, ձեզ վստահել պետք չի լինի վստահել։ Իսկ Խնձորեսկում չգտնվեց գեթ մեկ պատվի եւ արժանապատվության տերմարդ, որ կարողանար պատժել թե դավաճանին, թե նրա ընտանիքը։ Այդ մեզ պակասում է իսկապես։ Ինչու իսլամում, թուրքերի մոտ, չգիտեմ, արաբների մոտ, պարսիկների մոտ չկան այդ դավաճանները, որովհետև այնտեղ օրենք է, դավաճանին ներող ինքը դավաճանը, եւ մի շատ կարգին օրենքեր ունեն, սոցիալական եւ ընտանեկան պատասխանատվության ինստիտուտ կա։ Եթե հայ դավաճան իմանա, որ իր դավաճանության արդյունքում պիտի պատժվի իր զավակը, շատ դեպքերում նա դավաճանություն չի գործի։ Հին աշխարհում ընդունված էր, չէ՞, որ պատանդներ վերցնում էին երեխաներից։ Ցանկացած իրավիճակում մեր պատմության մեջ դեպքեր կան, որ հենց ինչ որ բան պարտադրելու համար, իրենց կամքը պարտադրելու համար երեխաներին պատանդ էին վերցնում։ Ցավոք մեր իրականության մեջ չկա այդ, որ այդ ընտանեկան պատասխանատվությունը, այո, զավակը պիտի պատասխանատու լինի իր հոր արածի համար, եթե հայրը հայրենադավ է։ Իսկ մենք չենք պատժում ոչ դավաճաններին, անգամ շատ դեպքերում նրանց արդարացնում ենք, ինչպես արդեն ես մի քանի օրինակներ մեջ բերեցի։ Քիչ ամնում նաև սրբադաս ենք։ Դեռ շարունակենք մեր պատումը դավաճանների մասին։ Նույն 18-րդ դարում ազատագրական պայքար էր ծավալում Արցախը։
այնտեղ 3 գործիչներ էին հիմնականում, Ավան եւ Թարխան հարյուրապետ եղբայրները եւ Գանձասարի Եսայի Հասան Ջալալյան կաթողիկոսը։ Բացում եմ դասագրքերը, ակադեմիական պատմագիտությունը սրանց բոլորին ներկայացրել է որպես հայ ազատագրական շարժման, չգիտեմ ինչ որ կարկառուն դեմքեր, գործիչներ։ Այսկապես նրանք այդպեսին եղել են, բայց հետո ինչպիսին դարձան իրենք։ Եպես երկու եղբայրները թողնելով պայքարը գնացին նախ Բաքու, ապա Աստրախան, դարձան Ռուսաստանում հայկական էսկադրոնի հրամանատար, ստացան կալվածքներ, հետո սկսեցին կեղեքել տեղի հայությանը։ Անգամ միջնորդում էին ռուս իշխանություններին, որպեսզի ռուսները թույլ չտան հայերի վերադարձը Ռուսաստանից դեպի Արցախ, դեպի Հայաստան, որպեսզի իրենց ճորտերը, իրենց հպատակները շատ լինեն։ Ռուսների միջոցով փորձում էին կազմակերպել արցախահայության գաղթը դեպի Ռուսաստան, որպեսզի այնտեղ իրենց կալվածքներում ճորտեր շատ ունենան։ Իսկ կաթողիկոս Եսայի Հասան Ջալալյանը գնաց միայնակ թուրքերի հետ սեպարատ առանձին հաշտություն կնքեց, որով երաշխավորում էր, որ արցախահայությունը իր զենքը ցած է դնելու, չի կռվելու թուրքերի դեմ։ Արցախահայությունը նրան չներեց, դավաճան կոչեց, եւ Եսայի Հասան Ջալալյանը ինքնասպան եղավ։ Բայց այս ամենը դասագրքերում գրված չի։ Եվ դասագրքերում իրանց կերպարը միօրինակ ներկայացված է որպես ազատագրական պայքարի գործիչներ, որպես հերոսներ։ Բա մենք ինչ ենք ուզում մեր սերունդներից։ Բա մեր սերունդը ինչպես զանազանի դավաճանին հերոսից։ Եթե մեր պատմագիտությունը այդպես միօրինակ եւ այսպես լղոզած է ներկայացնում պատմությունը։ Հիմա մեր ակադեմիական պատմագիտություն դավաճանը, թե չէ, սերունդների, սեփական սերնդի նկատմամբ այդ ոչ անաչառությունը, այդ մոտեցումը դավաճանություն չէ։ Ինչու է դասագրքերում չգրել ճշմարտությունը։ Առաջ անցնենք։ Շատ է խոսվում Մայիսյան հերոսամարտեր, Սարդարապատ, Ղարաքիլիսա, Ապարան, հերոսամարտեր չեն դրանք գոյամարտեր են։ Հերոսամարտը իր մեջ պարտադիր պիտի ունենա քաղաքական նպատակ, ազգային անկախության, պետականության վերածննդի նպատակ։ 451 թվականից հետո մենք կարող եմ ասել միայն մեկ պատերազմ ենք ունեցել նման։ Դա 12-րդ դարի վերջում Զաքարյան եղբայրների ծավալած կռիվն էր, որ Հայաստանի անկախություն վերականգնելու նպատակ ուներ։ Ոչ պարսիկների դեմ, ոչ արաբների դեմ, ոչ հետագայում մոնղոլների դեմ առհասարակ զինված ելույթներ չենք ունեցել։ Անգամ Օսմանյան կայսրությունում Սասունի, Վանյապ ստամբությունները եւ նաեւ Սարդարապատը, Ապարանը եւ Վանաձորի կռիվները որևէ մեկը անկախության, ազգային պետության վերականգնման նպատակ եւ գաղափար այդտեղ չի եղել։ Բայց բացում ես դասագիրքը, կարդում ես Սարդարապատի հերոսամարտում հայ ժողովուրդը լալալալա, ասենց փաստեց անկախ ապրելու իր իրավունքը։ Արդյունքում մենք անկախություն հռչակեցինք, ել չեմ ասում, որ մայիսի 28-ը միֆա հռչակագիր կոչվածը 30-ին էր եւ ինքը անգամ անկախության հռչակագիր չէր։ Եվ չի եղել այդ գաղափար ազգային պետության վերականգնման, բայց խնդիր ուրիշ բանի մեջ է։ Սարդարապատի հերոսը, Սարդարապատի հաղթանակ կերտողը, Սարդարապատի հաղթանակի ճարտարապետը Դանիելբեկ Փիրումյանն էր, փառահեղ մի զորական, որ իսկապես անհնարինը իրագործեց։ Պատմության մեջ առաջին անգամ բաց ճակատում հայկական եւ թուրքական բանակները բախվեցին եւ հայկական բանակը հաղթեց։ Շնորհիվ հայ զինվորի քաջության, հայ առանջպարի նվիրվածության կամ նույն շնորհիվ Դանիելբեկ Փիրումյանի։ Բայց պատմություն լռում է, հետո Դանիելբեկ Փիրումյանը ինչ աստիճան բարոյական անկման հասավ եւ ինչ ճիվաղի վերածվեց եւ ինչ արեց նա Կարսում։ Կարդացեք Կարսի գեներալ նահանգապետ Խորղանյանի հուշերը։ Փաստված ամեն ինչ մանրամասը նկարագրում է։
Ոնց նույն Դանիել-բեկ Փիրումյանը իր փեսայի գեներալ Արտյոմ Մակարյանի հետ կարողացավ բարոյա լքել հայ զորքը։ Ինչպիսի աղագնացող թալանների էր հասնում այդ երկու գեներալների արածը։ Ինչպես էին թալանում հայերին, թուրքերին, քրդերին հավասարապես։ Սա դավաճանություն չէ։ Դավաճանություն է, կարծում եմ, եւ կրկնակի դավաճանություն է հայ պատմագիտության լռությունը, որովհետեւ եթե մեր ակադեմիական են կոֆե խմող պատմաբանները այս մասին հարկ համարային ժամանակին խոսեին, այսօր մենք գեներալ մանվելներ չենք ունենալու։ Բանակի հաշվին հարստացած զինվորականություն չենք ունենալու։ Եվ դրա մեղավորը պատմաբաններն են։ Այո, դավաճանություն վատ բան է, բայց դավաճանությունից էլ կարելի է դասեր քաղել։ Ինչ կատարվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին։ Շատերը ասում են դավաճանություն, շատերը ասում են չէ, դա դավաճանություն չի։ Եվ ինչ կատարվեց դրանից հետո ընտրություններին, եթե անգամ դավաճանություն չի, պարտված կապիտուլյացիա ստորագրած ղեկավարը վերընտրվում է, եւ գիտեք ինչի արդյունք է դա։ Դարձյալ մեղավորը պատմագիտությունն է։ Կարսի նահանգը իր տարածքով մի քանի անգամ գերազանցում է Արցախին, որը 12000 քառակուսի կիլոմետր էր Արցախը։ Մի քանի անգամ Կարսի նահանգը գերազանցում Արցախին։ Իսկ 21 թվականի Կարսի կապիտուլյացիան ստորագրող Ալեքսանդր Մյասնիկյանի գնահատականը որևէ մեկը տվել է։ Չի տվել։ Մյասնիկյանի արձան, Մյասնիկյան պողոտա, Մյասնիկյան դպրոց, ես էլ ավարտել եմ Աղթալյան Մյասնիկյանի անվան դպրոցը։ Բա ինչ ենք սպասում սերունդներից։ Ինչ եք ակնկալում, եթե այդ գնահատականը չենք տալիս։ Պատմաբանը իզորու չի իրավական գնահատական տալու, պատմաբանը դա դատավոր չի, որովհետև մանավանդ պատմաբանը դատում է մեռյալներին։ Բայց պատմաբանը կարող է հասարակության մեջ արժեհամակարգ ձևավորել եւ արժեհամակարգ ձևավորելով նաեւ ուղղորդել նույն հասարակությանը, սերունդը կրթել ճիշտ արժեքներով։ Եվ արդյունքում ունենք այն, ինչ ունենք։ Մեր օրերի մասին էլի խոսենք։ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության ազգային հերոսներ։ Կա ավելի ծիծաղելի բան, քան Արցախի հերոս կոչումը։ Լավա չենք հորինել Շիրակի հերոս, Լոռվա հերոս, Գեղարքունիքի հերոս։ Այսինքն Արցախը դա Հայաստան չի, հա։ Արցախի համար կռվողը հերոսացողը դա հայոց ազգային հերոս չի, հա։ Կամ ինչ է նշանակում Հայաստանի Հանրապետության հերոս։ Չգիտեմ, Մոնթե Մելքոնյանը Ֆրանսիայում ապրող հայի համար հերոս չի։ Եթե հերոս պիտի լինի ազգին ինքը։ Բայց երբ նայում ենք մեր այսպես կոչված ազգային հերոսների ցանկը, այս հերոսների մեջ կա օտարազգի, որ դեռ 10 տարի առաջ ասում էր Արցախը դա Ադրբեջանինն է, խոսքը Ռիժկովի մասին է։ Մարդ եղել է ԽՍՀՄ վարչապետ, երկրաշարժ եղել է Հայաստանում, եկել է երկրաշարժի հետևանքները վերացնել, իդեպ չանելով ոչինչ ավելի, քան պարտավոր էր անել, ու հանկարծ դարձավ Հայաստանի Հանրապետության ազգային հերոս։ Բայց դրա կողքը դնում եմ Արցախի հաղթանակի ճարտարապետ կոմանդոս իր կենթանության օրոք այդ կոչումը չստացավ։ Մահից հետո ստացավ, էդ էլ հլումից ստացավ։ Լավա չստանար։ Մեր այսպես կոչված ազգային հերոսների մեջ կա մեկը, ով ցեղասպան Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի շիրիմին ծաղկե պսակ է դրել։ Կաթողիկոս Վազգեն առաջինը։ Այն նույն Վազգեն առաջինը, որ կոչ էր անում թուրքերի հետ հաշտ ապրել, սպառնալով, որ այլապես կնզովի մեզ եւ հավիտենս կլռի, ազգային հերոսը։ Դե ինչ հերոսներն են, այն էլ պիտի այդ էթնոսը լինի, ժողովուրդը լինի։ Բան չենք զարմանում։
Այդ հերոսները մեր մեջից են դուրս եկել, եւ մենք այդ հերոսներին ենք դրոշ սարքած գնում։ Ուր ենք գնում։ Եթե դավաճաններին ենք հերոսացրել եւ դավաճաններին պատժելու կամք չունենալով հանդերձ հանդուրժում ենք նաեւ։ Ահա ինչն է ձևավորում արժե համակարգը։ Իսկ ինչպիսին է արժե համակարգը մեր ինքներդ դատեք։ Հատ-հատը ստուգեք իմ ասած փաստերը։ Ստուգեք, բայց ստուգեք սկզբնաղբյուրներով։ Ոչ թե մեր ակադեմիական պատմագիտության այդ զիզի-պիզի սիրուն-միրուն դասագրքերով, որ ամեն ինչ այսպես լղոզած, սիրուն ներկայացված է, մենք քաջենք, մենք հերոս ենք, մենք էս ենք, մենք են ենք։ Ուզում եմ խոսքս ավարտել հետևյալով. ցանկացած էթնոսի, ժողովրդի, ազգի հայրենասիրության չափը, ֆիզիկական, բարոյական, մտավոր, հոգևոր առողջության չափը գծված է աշխարհի քաղաքական քարտեզի վրա։ Եկեք նայենք քարտեզին, տեսնենք ինչքան ենք մենք հայրենասեր, ինչքան ենք առողջ, ապա նոր բաժակ բարձրացնենք, խմենք հայրենիքի կենացը ու ասենք զատո մենք էս ենք, զատո են ենք։ Դեռ կհանդիպենք։